թեկնածուն պայքարի մեջ է մտել եւ փորձում է պահել իր համայնքը յուրովի։ Մեկը մյուսին խանգարելու, մեկը մյուսին փնովելու, մեկը մյուսին կծելու, ոչ մեկի կողմից չենք կառավարվում, ոչ նախկին ենք, ոչ գործող ենք։ Միշտ ընդդիմադիր են եղել, ազատել են աշխատանքից ընդդիմադիր հայացքների համար։ Մենք եկել ենք մեր թիմով գործելու եւ ոչ թե խոստումներ տալու։ Հիմա ում է պետք մանկապարտեզը, եթե ծնելիությունը քչացել է, ժողովրդի արտահոսքը շատացել է։ Ուղիղ 1 տարի է քաշքշում են այդ գյուղացում, որպեսզի մի հատ 2000 մետր քառակուսի մակերեսով ջերմոց է ուզում սար։ Ժառանգություն կուսակցության ցուցակում է նաև գեներալ Մանուել Գրիգորյանի լուստրը։ Սա հատուկ ուղերձ է, թե զուտ քաղաքական գործընթաց։ Ինքն էլ եկել է շարունակելու իր հոր սկսած գործը։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքում կկայանան ավականու ընտրություններ։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն քաղաքական առումով, այլև մարդկանց կյանքի որակի, ենթակառուցվածքների զարգացման եւ սոցիալական ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Այս թեմաների շուրջ զրուցել ենք ընտրություններին մասնակցող Ժառանգություն կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փաթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Փաթյան։ Պարոն Փաթյան, ընտրությունների քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին, կարծես թե քարոզությունը շատ կոպիտ է ընթանում։ Ինչով է առանձնահատուկ այս ընտրությունները, որ կոշտ մեթոդներ են ընտրվել։ Ուրեմն ասեմ, որ այս ընտրությունները առանձնահատուկ են նրանով, որ այսօր համայն հայության հոգևոր կենտրոնի մասին ենք խոսում, հոգևոր կենտրոնի ընտրություններն են։ Այսօր պիտի պաշտպանենք մեր հոգևոր կենտրոնը եւ ինչպես գիտեք 8 կուսակցություն է մասնակցում գործող իշխանությունն է, ընդդիմադիրներն են ու 8 կուսակցություն է մասնակցում եւ երբեք չի եղել որ մեկ քաղաքի համար, մեկ համայնքի համար, հա, պայքարեն այդքան ուժեր։ Թեկնածուն պայքարի մեջ է մտել եւ փորձում է պահել իր համայնքը յուրովի։ Մենք Ժառանգություն կուսակցությունն ենք ներկայացնում եւ ես ինքս որպես զինվորական մասնակցել եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 20 տարի, պայեստազորի փոխգնդապետ եմ եւ չկարողացա անմասն մնալ տեսնելով թե ինչ է կատարվում ամբողջ Հայաստանում։ Արդեն հարձակումներ եկեղեցու վրա, չգիտեմ, կալանավորումներ, որոնք անընդունելի են։ Դուք նշեցիք, որ 8 քաղաքական ուժ մասնակցում են, դա լավ է թե վատ, փոքր բնականաբար շատ վատ է։ Երբեք այսքան կուսակցություններ չեն մասնակցել ու մեկը մյուսին խանգարելու, մեկը մյուսին փնովելու, մեկը մյուսին կծելու գործող կուսակցությունների մեջ, չգիտեմ, չկա մեկը, որ սրտացավ ուզենա ինչ-որ բան փոխի վաղարշաբաթ համայնքում։ Միգուցե եւ կան 2-ը, 3-ը, բայց այս մրցակցությունը, այս էստաֆետան շատ կոպիտ է սկսվել։ Երբեք այսպիսի բան չի եղել։ Բոլորը խաղում են ընդդիմադիր, գործող իշխանությունների հետ համագործակցում են, չես հասկանում ով ում կողմից է։ Այդ դեպքում եթե փոխելու նպատակ չունեն, ինչու են մասնակցում ընտրություններին, որն է հիմնական նպատակը։ Հիմնական նպատակը դա գործող իշխանության նպատակն է, գործող իշխանությունն է այսքան խաղի կանոնները փոխել։ Մենք Ժառանգություն կուսակցությունը եւ մենք մեր թիմը ոչ մեկի կողմից չենք կառավարվում, ոչ նախկին ենք, ոչ գործող ենք։ Միշտ ընդդիմադիր են եղել, իսկ մեր թիմի նպատակն է չտարանջատել, հա, բոլորին։ Այսօր գործող իշխանությունը, ինչպես տեսնում եք, դպրոցի տնօրենին, որը հանձնաժողովի նախագահ է, կալանավորում են, մասնակցում է, կաշառքներ է տալիս, չգիտեմ ինչեր է տալիս։ Այսօր լուրեր են արդեն պտտվում, որ Մայր Հայաստան կուսակցությունից թեկնածուներին արդեն պատրաստվում են կալանավորել։ Գործող իշխանությունը շատ սխալ, շատ կոպիտ տակտիկա է բռնել։ Նախկին գյուղապետն է, գործող գյուղապետն է, այսօր գործող իշխանությունը, չգիտեմ, ասենք Հայթակ դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից ընդդիմադիր հայացքների համար։ Այս ընտրապայքարը, այս մրցարշավը սենց մաքուր չի գնում։
Մենք ժառանգություն կուսակցությունը ոչ մեկի կողմից չենք կառավարվում, միանձնյա ենք բոլորս, մեր թիմը գործում է յուրովի, մենք չենք եկել իշխելու կամ կառավարելու կամ չգիտեմ ինչ անելու կամ ջարդ անելու։ Մեր նպատակն է այս ժողովրդի ցավը, այս ժողովրդի, ինչպես ասեմ, արժանապատվությունը պահելը։ Այսինքն համայնքը ղեկավարելու ցանկություն չունեք, որ ասում Համայնքի ղեկավարումը սկսվում է հենց ժողովրդով։ Այսինքն եթե դու ժողովրդի կողմից ես, դա համայնքի ղեկավարումն է։ Չպետք է նստես, ասես քաղաքապետն եմ ու վերջ։ Չէ, քաղաքապետը ժողովրդով է քաղաքապետ կամ համայնքապետ։ Իսկ եթե մենք ժողովրդի ցավը չուզենանք, հասկանանք, չուզենանք աջակցենք մեր ժողովրդին, չուզենանք պահենք մեր ժողովրդի արժեքները, մենք ցանկացածը իրավունք չունի համայնքապետարանում տեղ զբաղեցնելու։ Պարոն Փաթյան, ընտրությունից ընտրություն ընտրողը հիասթափվում է եւ իշխանություններից եւ ընդդիմությունից։ Այս անգամ ինչու պետք է ձեզ վստահի եւ հենց ձեզ ընտրի։ Մենք եկել ենք մեր թիմով գործելու եւ ոչ թե խոստումներ տալու։ Մենք մեր գործերը կապացուցենք ընթացքում, հա, մեր ծրագիրը բազմապիսի է ու իր մեջ ներառում է շատ ու շատ կետեր, որոնք վերաբերվում են հենց ժողովրդին, որոնք օգնելու են հենց ժողովրդին, իսկ ժողովրդի հիասթափությունը, այո, հիասթափված են եւ նախկիններից եւ գործողներից, միայն լսել են խոստումներ։ Իսկ գործող իշխանությունը 7 տարի է գործող իշխանությունը ղեկին է։ Թող ներկայացնեն ժողովրդին ինչ են արել այս ժողովրդի։ Ասում են օրինակ ասֆալտապատում են արել, մանկապարտեզ ենք վերանորոգել։ Չկա, արել են։ Ես սենց այսպիսի մի օրինակ բերեմ։ Ասֆալտն էլ է կարևոր, մանկապարտեզն էլ է կարևոր, մյուսն էլ, ինչ որ արել են։ Եթե գյուղացին չի կարողանում գոյատևում, չի կարողանում ապրել։ Իր ապրուստի միջոցը գյուղացու գյուղատնտեսությունն է, անասնաբուծությունն է, չգիտեմ, աշխատանք չունի, ժողովուրդը աշխատանք չունի, քաղաքացին աշխատանք չունի։ Ես ասեմ նույն հաջողությամբ, այսօր թող գյուղատնտեսությունը զարգանա, անասնաբուծությունը թող զարգանա, մեր ծրագրերում այդ կետերը կան։ Այդ զարգացումներից է գալու եւ ասֆալտապատումն են անելու եւ դպրոցներն են կառուցելու։ Հիմա ումա պետք մանկապարտեզը, եթե ծնելիությունը քչացել է, ժողովրդի արտահոսքը շատացել է։ Եթե մանկապարտեզ հաճախող երեխան չկա, մանկապարտեզը ում համար ենք սարքում։ Ես դեմ չեմ, թող սարքեն, թող լինի, բայց թող լինի այն ժամանակ, երբ որ ծնելիությունը կշատանա, ժողովուրդը կվերադառնա իրենց գյուղական համայնքները, քաղաքի համայնքը, գան այ քաղաքն ու համայնքը լեցուն լինի ժողովրդով, թող մանկապարտեզները լինի, թող աշխատանք լինի, հարկատույ գյուղացին պատրաստվում է ջերմոցատնտեսությամբ զբաղվել, ջերմոցային տնտեսությամբ։ Կներեք, այսօր գյուղացի էր եկել մոտս, ուղիղ 1 տարի է քաշքշում են այդ գյուղացուն, որպեսզի մի հատ 2000 մետր քառակուսի մակերեսով ջերմոց է ուզում սարքի։ Ուղիղ 1 տարի է քաշքշում են։ Էլ չեմ ասում վճարումները, որ տեղական հարկերը թանկացրել են, բարձրացրել են մինչև ամենաբարձր կետին ու ժողովուրդը գյուղացին ջերմոցային տնտեսություն հիմնելու համար թղթաբանությունով ազբաղվում ուղիղ 1 տարի։ Վարկ է վերցնում, որ շինարարությունը սկսի, 1 տարի քաշքշում են, այսինքն այդ գյուղացին 1 տարի պարտքով է ապրում, որ կարենա ջերմոց սարքի, հետո սկսի հարկ տալ։ Այ որ այդ գյուղացու ցավը բուժենք, կարողանանք իրան աջակցենք, որ ինքը իր գյուղատնտեսությունը զարգացնի, վաճառքը շատացնի, կարենա հարկ մուծի, այդ հարկի մուծելու արդյունքում եւ ասֆալտը կանեն, եւ դպրոցը կանեն, եւ մյուսը։ Այսօր Ղարաբաղից այդքան արտագաղթած ժողովուրդ ունենք, բռնի արտագաղթած ժողովուրդ ունենք։ Այդ գյուղացիներ, այդ Ղարաբաղի ժողովրդին պետությունը աջակցում է, ինչ որ սիմվոլիկ գումարներ են։ Մեր ծրագրերում նաև ունենք Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդի համար բնականաշինության օգնություններ ծրագրերում արկա են այդ կետերը եւ հիմա սենց օրինակ բերեմ, պետությունը աջակցություն է ցույց տալիս, հա, Ղարաբաղի ժողովրդին, տալիս են ինչ-որ սիմվոլիկ գումար, որը նույնիսկ չի հերիքելու 300 քառակուսի մետր հողակտոր առնելու, որ ինչ մնում է այնտեղ շինարարություն անեն իրենց համար կացարան կամ բնակելի տուն կառուցելու համար։ Մենք աջակցելու ենք այդ ժողովրդին
անցնելու դեպքում համայնքապետարանը բնականաբար օգնելու է այդ ժողովրդին, հատկացնելու ենք այդ մինիմալ, այսպես ասեմ, հողի կտորը, որպեսզի մարդը կարողանա գոնե այդ աջակցության գումարով կարողանա իր համար ինչ-որ բնակարան ստեղծի կամ ինչ-որ տանիք ստեղծի իր համար։ Իսկ տեղեկություններ ունեք, համայնքը ազատ հողեր ունի, որովհետև վերջի տարիներին մասսայական օտարումներ էին, դրա հետ կապված նաև համայնքի ղեկավարը մեղադրվեց, այժմ մեղադրյալի կարգավիճակում է։ Եթե տեղյակ եք, համայնքը մեծացել է եւ համայնքին է միացել խոյ խոշորացված համայնքը, բնականաբար, այո, ազատ հողեր կլինեն։ Այդ աջակցությունը բնականաբար չենք ասում լուսինը իջացնելու ենք երկիր մարդկանց հող տանք։ Բնականաբար ազատ հողերի դեպքում այո աշխատելու ենք, որ ժողովրդին օգնած լինենք, որովհետև այդ ժողովուրդն է, որ այսօր կարիքը ունի։ Առաջնային խմբերում այդ ժողովուրդն է, որ կարիքը ունեն։ Շատ լավ։ Պարոն Փաթյան, ձեր քարոզարշավի ընթացքում բազմիցս ասել եք, որ Վաղարշապատում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանություն չի ձևավորելու։ Ինչից ելնելով եք նման հայտարարություն անում։ Ես ինչպես նշեցի, 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեմ, ինքս կոչումով փոխգնդապետ եմ, մեծացել եմ զինվորական ընտանիքում, հայրս էլ 40 տարվա զինվորական ստաժ ունի, գնդապետ է, եւ եղբայրս է ծառայել, եւ մեր կանայք են ծառայել, եւ մայրս է ծառայել, մենք Հայաստանի զինվորական միակ ընտանիքն ենք եղել։ Ես մասնակցել եմ եւ քարորյա եւ 44-օրյա պատերազմին ու միշտ պայքարել ենք թշնամու դեմ։ Այսօր ես երբ ոնց տեսնում եմ Տավուշի մարզում մի կտոր են հանձնում, Ղարաբաղի մասին դեռ չենք խոսում, Ղարաբաղը արդեն հանձնել են, Սյունիքի մարզն են ուզում, վաղը չեմիսօրը արդեն Ալիևն արդեն հայտարարում է, որ Սևանն է ուզում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ կարամ մի երկրում ապրեմ, որտեղ հողատումներ են բոլորը։ Ես չեմ պատկերացնում, որ վաղը իմ հարևանը կլինի ադրբեջանցի։ Իսկ այս իշխանությունը քայլ առ քայլ այս ժողովրդին տանում է դրան։ Այսինքն վաղը կարող է այնպես լինել, որ Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ մի քառակուսի մետր չմնա, որ կոչվի հայկական է։ Իմ պայքարը դրա դեմ է, որ այս ժողովուրդը հասկանան, որ մենք ուզում ենք պահենք մեր արժեքները։ Մեր եկեղեցու վրա հարձակումը։ Այսօր Մայրաթոր Սուրբ Էշմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Եվ այս ոտնձգությունները իշխանության եկեղեցու հանդեպ դատապարտել էին ուղղակի։ Այս քաղաքական գործիչները, որոնք անցել են ժողովրդին ընտրելուց հետո անցել են դարձել են համայնքապետեր, իրենց կալանավորումները ու այսպես շարունակ։ Ես եղել եմ 20 տարվա զինվորական, պայքարել եմ միշտ թշնամու դեմ, հիմա էլ պայքարում եմ այս ներքին թշնամիների դեմ։ Ժառանգություն կուսակցության ցուցակում է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը։ Սա հատուկ ուղերձ է, թե զուտ քաղաքական գործընթաց։ Ոչ հատուկ ուղերձ է, ոչ քաղաքական գործընթաց է։ Որոշումը եղել է Այծիմլի Գրիգորյանինը, ինքն էլ մեծացել է զինվորական ընտանիքում, ինչպես նշեցիք, գեներալ լեյտենանտ Գրիգորյանի, Արցախյան հերոս, եւ եկել է շարունակելու զորավարի իր հայրիկի սկսած գործը։ Եթե ուշադիր եք եղել, սոցցանցերում արդեն հայտնվել են, Այծեմնիկի հարցազրույցի մի ինչ-որ հատված, որտեղ նա ասում էր, որ գեներալ լեյտենանտ Գրիգորյանը, եթե զարդներ տեսներ Արցախը տվել են, նորից կմահանար։ Այո, այսօր մենք բոլորս, ամբողջ ազգը այսօր ունի հարազատ, բարեկամ, ընկեր, չգիտեմ, այդպիսի մի մարդ, որ Արցախյան առաջին պատերազմում, այս 44-օրյա պատերազմում, քառօրյա պատերազմում ինչու ոչ, որ այնտեղ զոհվել են եւ արյունով են կերտել այդ հողերը։ Այսօր Այծեմնիկն էլ չի կարող անտարբեր մնալ, տեսնելով, որ իր հայրիկի արածը ինչ որ մեկը 1 կոպեկի նման գցում է ջուրը։ Ինքն էլ եկել է շարունակելու իր հոր սկսած գործը։ Պարոն Փաթյան, կան նաև ազատամարտիկների զավակներ, ովքեր իշխանական ճամբարում են։ Մի տեսակ հակասություն է առաջանում։ Դուք ասում եք, որ մենք որոշում ենք կամ վճռականություն ունենք հողը պահելու, այդ դեպքում մյուս կողմում ինչ են անում։ Ինչպես հասկացանք, այդպիսի մարդ գործում է գործող իշխանության տեխնացուն է այսօր, Մեխակ Մեխակյանի որդին,
Այո, Մեխակ Մեխակյանը զոհվել է պատերազմի վերջին օրերին, տալով կյանքը հանուն հայրենիքի։ Եվ իր որդու արարքը ես չեմ կարող բնութագրել ինչից է բխում, թե ինչի այդպես վարվեց, թե ինչի իր հոր քայլը չի պահում, բայց մենք նաև պահում ենք իր արածը։ Մեխակ Մեխակյանը Արցախյան հերոս էր, ինչպես գեներալ-լեյտենանտ Գրիգորյանը, ինչպես մյուս Արցախյան հերոսները։ Մենք իրենց արածը, արյունով պահածը ուզում ենք պահպանել։ Իսկ իր որդու քաղաքական հայացքները մեր հայացքների հետ ուղղակի չեն համընկնում։ Իսկ ինչ մնում է իր արածի համար, միգուցե իրեն հարցնեք, ինչի այդպես։ Ես իմ հայրը 40 տարվա զինվորական է, ես երբեք իր խոսքը, իր ասածը չեմ թողնի ինքնի գետնին։ Եվ պահելու եմ, որովհետև իմ հայրն էլ ինքը մասնակցել է Արցախյան առաջի պատերազմին եւ եղել է ջոկատի հրամանատար Տավուշի մարզում։ Եվ ես երբեք չեմ թույլ տա, որ իմ հոր արածը գցեն գետնին։ Դուք հայտարարել եք նաև, որ իշխանությունների ձեռքը պետք է հանել ժողովրդի գրպանից։ Կոնկրետ ում ձեռքն է ժողովրդի գրպանը եւ ինչպես է հայտնվել այդ ձեռքը գրպանը։ Այո, գործող իշխանությունը այսօր բարձրաձայնում է իբր կյանքը լավացել է, աշխատավարձները բարձրացել են։ Այո, լավացել է, բայց միայն այն անձանց համար, ովքեր պաշտոններ են զբաղացնում, հա, համայնքապետարանում կլինի, կառավարությունում կլինի, չգիտեմ, պետական պաշտոններում, որովհետև վիճակագրության տվյալները, եթե բացենք այսօր ինտերնետում հասանելի են, եթե նայենք 21 թվականից այս կողմ այն պաշտոնյան, որը ստացել է 180-ից 200-300 հազար, այսօր կրկնապատիկ, եռապատիկ ավել ստանում են։ Ժողովրդի գրպանից ինչի եմ ասում հանենք, այո, պետական տուրքերը թանկացել են, տեղական տուրքերը թանկացել են։ Այսօր ցանկացած անձ այսօր մտնում է խանութ, ինձանից բռնած։ Ես էլ ինքս հասարակ աշխատավարձով ապրող մարդ եմ։ Մտնում ենք խանութ, այսօր 20,000-ի առևտուր ես անում, նայում ես մեջը բան չկա։ Թանկացել է, գովազդներն են թանկացրել, չգիտեմ, ջերմոցային տնտեսության շինարարության համար թղթաբանությունն են թանկացրել, հարկերն են շատացրել, պետտուրքերը եւ տեղական տուրքերը այնքան են բարձրացրել, որ սպառողը ստիպված գինը բարձրացնում է, որ կարողանա այդ տուրքերը վճարել։ Գործող իշխանությունը այսենց մտել է ժողովրդի գրպանը։ Ու այս գրպանից դի հանենք, որ կայնա ժողովուրդը մարդը կարողանա ֆիզիկապես գոյատևում են։ Այսօր նվազագույն աշխատավարձով մարդը մտածում է կոմունալ վճարի, երեխայի ուսման վարձ վճարի, տրանսպորտի ծախս վճարի, թե ուտելու ապրելու միջոց ձեռք բերի կամ տնտեսական ապրանք ձեռք բերի։ Ձեր նշած խնդիրների մի մասը կենտրոնական իշխանությունների տիրույթում են, հա, ոչ թե համայնքի ղեկավարի։ Ընտրվելու դեպքում ինչպես եք կարողանալու լուծել այդ խնդիրները, որպեսզի համայնքի բնակչի կյանքի որակը բարելավի։ Ուրեմն համայնքը, Վաղարշապատ համայնքը ունի գյուղական համայնքներում, ես ինչպես նշեցի, այսօր գյուղատնտեսությամբ զբաղվողին, անասնաբուծությամբ զբաղվողին համայնքապետարանը պիտի աջակցի։ Ինչ առումով աջակցի։ Աջակցությունը լինելու է այսպես. օրինակի համար ջերմոցային տնտեսությունով զբաղվող անձը, որը դիմելու է, որ կառուցապատելու է ջերմոցային տնտեսություն, իրենց ջերմոցային տնտեսության սարքավորումների կամ հարկերի կամ թղթաբանության վրա օգտագործվող ժամանակը եւ գումարները հասցվելու են նվազագույնի այն շեմին, որը թույլատրելի է բնականաբար, եւ ես մի քիչ առաջ նշեցի, որ գյուղացին եկել էր, ասում էր 1 տարի է, ես վազվզում եմ, որպեսզի թույլտվություն տան, որ կարողանամ սարքեմ ջերմոցային տնտեսությունս, բայց մարդը վարկ է վերցրել, ու այդ վարկը մուծում է, դեռ ջերմոցային տնտեսությունը կառուցված չէ ու պտուղ բանջարեղեն չի կարող արտադրի, որ կայնա հանի վաճառքի։ Հիմա մեր աջակցությունը լինելու է օրինակի համար այդ ֆիզանձի, այդ անհատին օգնել թղթաբանության մեջ, նվազեցնել իր հարկը հնարավորինս չափով նվազեցնել, որպեսզի ծախսերը շատ չլինի։ Մենք
Այսօր աջակցում մենք այսօր մեր ծրագրում նույնիսկ ունենք ուսանողների համար ծրագիր ունենք, որ գյուղատնտեսներ, չգիտեմ, մասնագետներ պատրաստելու, որոնք հետագայում համայնքապետարանը վճարելու է իրենց ուսման վարձը, հետագայում աշխատանքի պայմանագրով, որ համայնքին ծառայելու նպատակ ունենան։ Եվ աջակցությունը ոչ միայն դա է, գլոբալ է աջակցությունը։ Նույն հաջողությամբ կառուցապատողները, որոնք գալիս են Հայաստանում հյուրանոցային տնտեսություն են ստեղծում, հյուրատնային տնտեսություն են ստեղծում, այդ կառուցապատողներին եւ թղթաբանության մեջ, եւ ժամանակի մեջ, եւ հողի հատկացումների մեջ աջակցելու ենք, որպեսզի մարդիկ կարողանան բիզնես ստեղծել համայնքում, բնականաբար այդ բիզնեսները եւ հարկվելու են, եւ տեղական հարկ են մուծելու, եւ պետական հարկ ու տուրք են մուծելու, այդ աջակցությունը դրա մեջ է լինելու։ Այսինքն հնարավոր բոլոր եղանակներով մարդուն աջակցելու ենք, որպեսզի կարողանա եւ բիզնես ստեղծի եւ ներդրումներ անի։ Ինչու ոչ, որ արտասահմանում բավականին շատ բարեգործներ ունենք, որոնք այստեղ կատարում են բարեգործություններ են անում, այ մենք ուզում ենք զարգացնենք ժողովրդի եւ այդ բարեգործների չէ, բիզնեսմենների հետ արտասահմանում։ Բնականաբար այդ կապը կա հիմա, բայց եթե մենք այստեղ կարողանանք արտադրանք տալ եւ բիզնեսմենը գա այստեղ ներդնում անի, բնականաբար այդ բիզնեսմենին աջակցելու ենք, որպեսզի բիզնես հիմնի, աշխատանք ստեղծի, մյուսը։ Պարոն Փաթյան, ձեր ծրագիրն իրականություն դարձնելու համար որքան գումար է անհրաժեշտ, ունեք նման հաշվարկներ։ Հաշվարկներ չենք արել, ճիշտն ասած տնտեսագետները մոտավոր հաշվարկներ են արել, այո, համայնքապետարանի բյուջեն բավականացնելու է, ինչպես նաև այդ ասում եմ այն ներդրողները, որոնք ցանկանան Հայաստանում ներդրում անել, այսինքն Վաղարշապատ համայնքում ներդրում անել, մենք կապելու ենք այսօր արտադրողին, տեղական արտադրողին, համայնքի արտադրողին եւ դրսում սպառողին միմյանց հետ եւ պահելու ենք այդ կապը, որ ժողովուրդը կարողանան, արտադրողը կարողանա իր ապրանքը սպառել, ինչու ոչ արտասահման, ինչու ոչ տեղական շուկաներում, կարողանա արտահանել եւ դուրս եւ սպառողը ունենա պահանջարկ։ Այդ կապը, որ մենք ստեղծենք, այդ սպառողը, այդ վաճառողը բնականաբար համայնքի համար պետք տուրք են մուծելու, հարկ են մճարելու, այդ արդյունքում եւ բյուջենը ավելանալու եւ ծրագրի կետերն են կատարվելու։ Շնորհակալություն, վերջին հարցս, եթե մեծամասնություն չկազմեք, որ քաղաքական ուժերի հետ եք համագործակցելու։ Մենք բացառում ենք համագործակցությունը գործող իշխանության հետ եւ նրա հարող արբանյակների հետ, իսկ համագործակցության մասով ընդդիմադիր ուժերի հետ քննարկենք դեռ ընտրությունների ավարտից հետո, որտեղ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար։ Իսկ դուք մեր հետագա հարցազրույցները բաց չթողելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։